Սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, լուսավոր, օրհնյալ օր եմ մաղթում բոլորիդ, սիրելիներս, մեր օրը սկսենք Աստծուն փառք տալով, գոհություն հայտնելով մեր ամեն բացվող առավոտի համար, ձեզ ցանկանում եմ սեր, ջերմություն, խաղաղություն, բոլորիդ ճանապարհները լույսով լինի, ապրեք ուրախ, երջանիկ, ոտներդ քարին չդիպչի, Աստծո լույսը առաջնորդի ձեզ ամեն վայրկյան, ամեն, սիրելիներս, այսօր տեղադրելու եմ գեղեցիկ հոլովակ, խնդրում եմ դիտեք մինչև վերջ, իմ լավ բարեկամներ և ձեր կարծիքը գրեք մեկնաբանությունների բաժնում, սիրով կկարդամ և սիրով կպատասխանեմ, դե ինչ, իմ լավ բարեկամներ, այսօր ձեզ համար և ինձ համար դրել եմ սերով, սիրով համեղ կոֆե, հավաքվեք, եկեք միասին խմենք, անուշանենք մեր կոֆեն և հետևենք գեղեցիկ հոլովակին։ Սիրելիներս, եկեղեցում արարողությունը կատարելուց հետո եկել ենք ԶԱԳՍ-ի շենք, հիմա սիրով ցույց եմ տալիս շենքը, շատ գեղեցիկ շենք է։ Դրսի դուռն է, սիրելիներս, այս դռնով էլ ներս ենք մտնելու։ Սիրելի հետևորդներ ջան, կենտրոնական դռնից ներս մտանք արդեն, որ գնանք սպասասրահ, այստեղ շքամուտքում այս գեղեցկությունը տեսնում եք, ուզեցա ձեզ ցույց տալ, հիմա ինչ ես տեսնում եմ, ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, խոսքեր չեմ գտնում, բառեր չեմ գտնում, որ ասեմ գեղեցկության մասին, քանդակներ, մաքուր փայտ, խնդրեմ, աննկարագրելի գեղեցկություն է, աննկարագրելի։ Называется вот здание, да? Первый бракосочетательный. Ага. В каком году это здание, не знаете? Старинный, да? Спасибо. Սիրելիներս, մտել ենք սպասասրահ, սպասում ենք, մինչ մեր նորապսակների ԶԱԳՍ-ի ժամը գա, և սիրով համ ես եմ հիացած նայում, համ էլ սիրով ձեզ եմ ցույց տալի, եկեք լուռ նայենք և հիանանք այս ձեռքի գեղեցիկ աշխատանքներով, ինչպիսի աշխատանք։ Բոլորը մենք ենք, սիրելիներս, սպասում ենք։ Սպասելու ժամանակ որոշեցի, որ նկարեմ և իմ սիրելի բաժանորդներին էլ ցույց տամ, որ դուք էլ տեսնեք այս գեղեցկությունը։ Այստեղ էլ ուզում ենք նկարվել։ Նստած նայում եմ, սիրելիներս, ու մտածում եմ, իրոք ինչպիսի հրաշագործ մարդիկ կան, հրաշագործ ձեռքեր ավելի ճիշտ, որ հրաշքներ են գործում, այստեղ է ասված, տեսնում եք, ինչքան գեղեցիկ է։ Սիրելիներս, հիմա ցույց եմ տալիս այս գեղեցիկ սույները, աստիճանները, իրոք շատ գեղեցիկ է, ուղղակի հմայք է, հմայք, ձեռքի նրբագեղ աշխատանք։
Շատ գեղեցիկ է։ Մեր նորապսակները նկարվում են աստիճանների վրա։ Իհարկե բոլոր նորապսակներն էլ նկարվում են։ Մեր ֆոտոգրաֆները իրենց ուղղություն են տալիս, ոնց կանգնեն, ոնց նկարվեն։ Ես էլ սիրով ձեզ եմ ցույց տալիս, սիրելիներս, ձայնը կտրած է, որովհետև դաշնամուրի երաժշտությունն է գնում, իսկ դա թույլատրելի չէ։ 2 անգամ հոլովակը տեղադրեցի YouTube-յան ալիքումս և YouTube ալիքը անջատեց, սիրելիներս, չի թույլատրվում։ Ներող կլինեք, վերջում կտեղադրեմ մեր փեսայի դուդուկը ձեր շատ խնդրանքով, որովհետև լրիվ պարը չեմ դնելու, որովհետև նորից YouTube ալիքը չի թողնում։ Հիմա հետևենք, տեսնենք ոնց են նկարվում մեր նորապսակները։ Շատ գեղեցիկ հմայիչ զույգեր են։ Աստված իրենց միությունը հավերժ մինչև 100 տարի պահի։ Արդեն ԶԱԳՍ-ի արարողությունը սկսվեց, նորից երաժշտություն չեմ դնելու, անջատել եմ, սիրելիներս, լուռ հետևենք։ Վերջ ԶԱԳՍ-ի արարողությունը վերջացավ, ծափահարություններ, շնորհավորանքներ, սիրելիներս։ Վերջում կտեղադրեմ միայն մեր փեսայի նվագը դուդուկով, ձեր շատ խնդրանքով, իսկ պարի սկիզբը չեմ տեղադրելու, չի թույլատրվում։ Սիրելիներս, ԶԱԳՍ-ի շենքը դրսից եմ ձեզ ցույց տալիս, մի 2 խոսքով էլ ինչ գիտեմ այս Սանկտ Պետերբուրգ քաղաքի մասին, ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Սանկտ Պետերբուրգ քաղաքը գտնվում է Ռուսաստանի հյուսիսային մասում։ Այստեղ հայերը ապրել են 18-րդ դարից, արդեն 314 տարի հայերը ապրում են Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Սանկտ Պետերբուրգ քաղաքը, գիտենք բոլորս, Սովետական Միության ժամանակ կոչվել է Լենինգրադ։ Լենինգրադը բլոկադայի մեջ է եղել 2.5 տարի, դրա համար կոչվում է հերոս քաղաք Լենինգրադ, իսկ հիմա արդեն վերափոխվել է, կոչվում է Սանկտ Պետերբուրգ։ Սիրելիներս, ԶԱԳՍ-ի շենքից դուրս եկանք, արդեն արարողությունը ավարտվեց, որոշեցի այս գեղեցիկ տեսարանը նկարել, տեղադրել էջումս, ձեզ ցույց տալ։ Եվ այ գետն է, սա էլ կամուրջ է։ Այս կամուրջը բացվող, փակվող կամուրջը չէ, նա մի քիչ այն կողմն է բացվող, փակվող կամուրջը։ Մի ռուսկի մոտեցավ, խոսեցինք և բացատրեց, թե ոնց է կոչվում այս կամուրջը։ Լսեք, սիրելիներս։ Мост – это река Нева. Бывший мост лейтенанта Шмидта, сейчас Благовещенский мост. Спасибо, дорогая. Ամեն գործողությունը կատարելուց հետո գնում ենք հարսանյաց սրահ մեր հարսանիքը նշելու, իմ լավ բարեկամներ։ Ուզում եմ նաև ձեզ ասել, որ Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվում նաև աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը Էրմիտաժը։ Մեծ ցանկություն ունեի մտնել տեսնելու, բայց այս անգամ չի հաջողվի։ Կմնա ամռանը, Էրմիտաժը տեսնելու համար տարիներ է պետք, որ նայեմ։ Սիրելիներս, հարսանիքից անցել է 1 օր։ Հարսանիքից հետո գիշերել ենք Օթեչում, հետո առավոտյան եկել ենք Կվարցիրա։ Սիրելիներս, լավ ուրախացանք, լավ քեֆ արեցինք, մեր աղջկան արքով փարքով ճանապարհեցինք։
Հիմա գիշեր է, ժամը 1-ն է, ուզում եմ այս գեղեցիկ տեսարանը լուսամուտից ձեզ ցույց տալ։ Մենք էլ առավոտյան, ավելի ճիշտ կեսօրին կշարժվենք։ Հաջորդ օրն է, սիրելիներս, 12:30 արդեն շարժվեցի։ Բարեկամներիս ստեսություն ասեցի, բաժանվեցինք շատ դժվարությամբ, բայց ինչ արած, պետք է գանք հասնենք մեր տուն ու տեղին, մեր աշխատանքին։ Սիրելի հետևորդներ ջան, մեզ բարի ճանապարհ, Աստված մեզ հետ, ձեզ էլ հաճելի դիտում։ Որքան հնարավոր է, հետ գալու ճանապարհն էլ եմ նկարում լույսով եւ ձեզ ցույց եմ տալիս սիրով։ Իմ լավ բարեկամներ, քաղաքով չենք գալիս, որ սիրուն քաղաքները ցույց տամ, այլ երկկողմանի անտառները։ Ցույց եմ տալի բնության հրաշք անտառները, լսեք, ինչպես սահմանները կանխել ծառերը, գեղեցկություն, չքնաղ բնություն եմ տալիս ձեզ։ Հետևեք, դիտեք մինչև վերջ, խնդրում եմ լավ բարեկամներ, բաժանորդագրվեք, լայքեք, որ էլ ավելի հետաքրքիր տեսահոլովակներ տեսնեք իմ ալիքին։ Վերջում կտեղադրեմ նվագել մեր նորաձեսայի կատարման, իսկ ամբողջ պարը չեմ կարող նվագել տեղադրել, որովհետև չի թույլատրվում։ Դե ինչ, տեսություն, ինչ նոր հանդիպում։